Աստված անիրավ չէ, որ քո արած գործերը մոռանա։ Սիրելի ընկերս, այսօր ես քեզ շատ կարևոր խոսք ունեմ ասելու, որ երբեք սիրտդ թող չտրտմի եւ տրամադրությունդ էլ մի գցի այն բանի համար, որ դու լավ բաներ ես արել, դու լավություն ես արել, դու մարդկանց հանդեպ բարի ես եղել, բայց մարդիկ չեն գնահատել։ Այո, այդպիսի մարդիկ լինում են կյանքում, որ ինչ ուզում ես արա, մեկ է, իրանք ոչ շնորհակալություն են ասելու, ոչ էլ գնահատելու են ու ընդհակառակ մտածելու են, որ դու իրանց պարտավոր ես ու պարտական ես ինչ-որ բաների մեջ, բայց անկախ ամեն ինչից, անկախ ամեն իրավիճակից գրված է, որ Աստված անիրավ չէ, որ ձեր գործերը մոռանա եւ այն սերը, որ դուք ցույց եք տվել սուրբերի հանդեպ, երբեք ոչ մի արած գործ հենց այնպես ինքը չի հոդս ցնդում սիրելիներս, գրված է հացդ ջրերի վրա բաց թող եւ նրանք մի օր քեզ պիտի վերադառնան։ Այո, ինչ որ դուք անում եք, Աստված տեսնում է, Աստված գնահատում է։ Այո, իրականում շատ լավ է, երբ մարդը ունի շնորհակալություն հայտնող սիրտ եւ դիմացինին կարողանում է ասել շնորհակալ եմ քեզանից։ Աստված օրհնի քեզ։ Այս բառերը լավ է, երբ որ մենք դիմացինին ասենք եւ դիմացինն էլ ոգևորվում է եւ իրեն գնահատված ազգում, բայց անգամ եթե մենք չլսենք այսպիսի խոսքեր, ես ես պարզապես ասում եմ, որ դրանից էլ մի նեղվեք, մի հիասթափեք եւ ձեր տրամադրությունը թող չընկնի այն բանի համար, որ մարդիկ ձեզ չեն գնահատում։ Հիշեք սիրելիներս, այո, հնարավոր է, որ մարդիկ ընդհանրապես չգնահատեն, բայց գրված է, որ հացդ բաց ես թողնում ջրերին եւ մի օր, մեկ օր, այո մեկ օր, շուտով այդ օրը կգա քո կյանքի մեջ եւ դրանք կվերադառնան քեզ լեբլեցուն, մեծ օրհնություններով եւ դու կտեսնես օրհնություն քո կյանքի մեջ, քո ընտանիքի մեջ, քո ծառայության մեջ, քո ընթացքի եւ քո կյանքի բոլոր օրերի մեջ։ Գիտեք ինչու? Որովհետեւ դու սիրում ես Աստծուն, վստահում ես Աստծուն եւ այն ինչ որ անում ես, դու պարզապես ասում ես, որ Տեր, այս ամենը անում եմ, որովհետեւ դու բարի ես եւ ապրում ես իմ մեջ։ Եղեք օրհնված, բաց թողեք ձեր հացը ջրերի վրա եւ մի օր նա կվերադառնա ձեզ Հիսուսի անունով։ Ամեն։